Բարի օր, սիրելի հայրենակիցներ։ Իմ կանաչ դրախտը հաղորդաշարի հերթական հաղորդումն է, եւ այսօր մենք կխոսենք ալոճենու մասին։ Ալոճենի կամ սզնի կամ տարբեր անվանումներ ունեն տարբեր մարզերում, ես կասեի ալոճենուն մեր առողջության թուփը։ Ալոճենին այն հազվագյուտ հատապտուղներից է, ովքեր մաքրում է օրգանիզմը բոլոր թունավոր նյութերից։ Հատկապես դուք գիտեք, երբ որ անվանում ենք շլակներ, օրգանիզմում հավաքվել է բազմաթիվ շլակներ, տեսեք ինչ է կատարվում, երբ որ մենք ժամանակի ընթացքում օգտագործում ենք կոշտ ջրեր, դուք գիտեք, որ նստվածք է առաջանում մեր ատամների վրա, չէ, որոնք մենք ատամի խոզանակով մաքրում ենք, սակայն այդ նույն նստվածքը տեղի է ունենում մեր աղեստամոքսային համակարգում եւ արյունատար անոթներում, սակայն մենք երբևէ չենք մաքրում, չէ։ Այդ միակ բացառիկ բույսերից ալոճն է, որը ամբողջությամբ կարող է մաքրել ձեր օրգանիզմը, դրա համար ես միշտ նրան անվանում եմ մեր առողջության թուփը։ Իրենք սովորաբար թփեր են, բայց հանդիպում են նաև ծառանման տեսակներ։ Հայաստանում կան բազմաթիվ տասնյակ տեսակներ ալոճենու, սակայն նրանցից ավելի առողջարար են մուկ առնագույն կամ սև տեսակները։ Օրինակ տեսակներ ունենք սև ալոճենու, որոնք գրված են արդեն նշված են կարմիր գրքում, այսինքն գտնվում են անհայտացման եզրին, հետևաբար կարիք ունենք հոգ տանելու եւ բազմացնելու, այսինքն ոչ թե գնալ անտառներից կամ այդ տարածքներից հանել արմատներով այդ բույսը, այլ նրանք բազմանում են նաեւ կտրոններով, վերցնել կտրոնները եւ բազմացնել։ Դրանով մենք կնպաստենք նաեւ կենսաբազմազանության պահպանմանը։ Նշեմ, որ ունենք նաեւ էնդեմիկ տեսակներ, որոնք աշխարհում հայտնի են միայն մեր մոտ, դրանք զանգեզուրյան ալոճն է կամ հայկական ալոճը, որոնք հանդիպում են ամենուր։ Ալոճի այդ բազմաթիվ տեսակների շնորհիվ շատերը շատ ունեն շատ գեղեցիկ ծաղիկներ, գիտեք, գեղեցիկ է եւ ծաղիկը, եւ պտուղը, եւ նույնիսկ ձմռանը, երբ որ տերևները թափվում են, ալոճի գեղեցիկ կարմիր, սև, առնակարմիր տեսակները դեռևս կախված մնում են ծառերի ճյուղերից եւ որոնք շատ հետաքրքիր են։ Վերջին տարիներին լայն կիրառում է ստացել այն որպես դեկորատիվ գեղազարդային բույսեր, բացի այդ կանաչ ցանկապատի նպատակով է օգտագործում։ Երբ որ ալոճենու թփերը մոտ տնկում են իրար մոտ, այսինքն կես մետրը մեկ բույս, ապա մի քանի տարի հետո նրանք խցանվում են եւ եթե նկատում եք, նրանք ունեն շատ սուր փշեր եւ նույնիսկ կովերը, այսինքն այդ խոշոր կենդանիները չեն կարող անցնել այդ ցանկապատի միջով։ Ամբողջ աշխարհում ընդունված են այդ կանաչ ցանկապատները, ես կցանկանայի, որ այս ալոճենուց դուք եւս մտածեք այդ մասին եւ հիմնեք կանաչ ցանկապատ, քանի որ օգտակար է եւ ծաղիկը, եւ տերևը, եւ կեղևը, եւ պտուղը։ Պտուղը հարուստ է նաեւ դաբաղանյութերով, բազմաթիվ վիտամիններով, B, P, E եւ այլ վիտամիններով, նրանք նաեւ ինչպես նաեւ մյուս հատապտուղները, այսինքն արոսենին, բռնչին, ծորենին, նրանք նաեւ համարվում են երիտասարդության էլիքսիր եւ նրանք դանդաղեցնում են ծերացման process-ը, այնպես որ աշխատեք այս հետաքրքիր հատապտուղներից շատ օգտագործել եւ ինչու՞ չէ մշակության մեջ ներդնել։ Ես նորից եմ նշում, տեսեք այս ալոճենին դուք միշտ իմացեք ցանկացած նույնիսկ վայրի բույս, որոնք բերում ենք մշակության մեջ ենք ներդնում, նրանց պտուղները լինում են ավելի խոշոր, բերքը լինում է ավելի շատ եւ ավելի որակյալ։ Նրանք բերքատվության են հասնում արդեն կյանքի 6-րդ, 7-րդ տարում եւ կարող են ապրել մինչև մի քանի 100 տարի։ Պատկերացրեք, եթե արոսենին ապրում են ընդամենը 50 տարի կամ ցախակեռասը կամ մեկ այլ բույս, ապա ալոճենին այդ վայրի հատապտուղների մեջ ամենաերկարակյացն է եւ ներկայումս նաեւ ներդրվում է մշակության մեջ։ Իհարկե դեռևս չկան արտադրական տարածքներ, բայց արդեն նման տենդենց կա եւ շատերը արդեն փորձել են, սկսել են մշակել իրենց տնտեսություններում։ Մեր մոտ օրինակ ավելի շատ ընդունված է անվտանգ միջոցների
արմատոցներից օգտագործել վալերիանան, չէ, վալերիանայի արմատներից պատրաստված այդ հաբերը, սակայն նշեմ, որ օրինակ Ֆրանսիայում օգտագործում են ավելի շատ ալոճի թուրմեր, իհարկե այսօր մեր դեղատներում եւս ալոճի թուրմ կա, որոնց ազդեցությունը 4 անգամ ավելի ուժեղ է, քան վալերիանայի տեսակը, նշեմ, որ օրինակ այդ երկրներում, որտեղ ավելի շատ այդ նպատակով օգտագործում են նման հիվանդությունների նպատակով ալոճենին, մոտ 40%-ով հիվանդությունները ավելի քիչ են, եկեք ուրեմն մեր ճաշացանկում, մեր առօրյա օգտագործման մեջ օգտագործենք ալոճենին, պտուղը, տերևները, ցողունի կտրոնները, ծաղիկը թեյերի մեջ եւ դուք ընդամենը մի քանի շաբաթից հետո կզգաք նրա բարերար ազդեցությունը ձեր օրգանիզմի վրա։